Այն ընթացքում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սևանը Գյոչա է անվանում, Վարդենիսը Բասար Գեչար, Սյունիքը Զանգեզուր, իսկ Սյունիքով անցնող հայտնի ճանապարհը Զանգեզուրի միջանցք, Հայաստանի հանրակրթական 3 դպրոցներում իրականացվելու է ադրբեջաներենի ուսուցում։ Եթե Ադրբեջանում հայերեն են սովորում թշնամուն ավելի լավ ճանաչելու համար, ապա Հայաստանում ադրբեջաներեն սովորելու դրդապատճառները առնվազն մտահոգիչ են։ Դժվար է մտածելը, որ հանուն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի Հայաստանի սահմանադրությունը փոխել պատրաստվող իշխանությունը կցանկանա, որ հայ դպրոցականը ադրբեջանական կայքերում կարդա, թե ինչ է մտածում իր հասակակից ադրբեջանցին մեր հայերիս մասին։ Հայտնի փաստ է, որ Ադրբեջանում հայատյացությունը սերմանվում է հենց մանկապարտեզից սկսած։ Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի 1363 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարումից։ Կառավարության ծրագրի կրթություն ոլորտի միջոցառումներով նախատեսվում է զարգացնել օտար լեզուների, մասնավորապես ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, նաև տարածաշրջանային լեզուների ուսուցումը։ Հանրակրթության պետական չափորոշչի պահանջն է, որ միջնակարգ կրթության ավարտին շրջանավարտը պետք է առնվազն 2 օտար լեզվով բավականին սահուն եւ հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ, իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա եւ հասկանա տարաբնույթ տեքստեր, այդ թվում ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, տարբեր թեմաների շուրջ հիմնական միտքը կարողանա կառուցել եւ գրավոր շարադրել։ Տարածաշրջանային լեզուների ուսումնասիրությունը իրականացվում է 2022-23 ուսումնական տարվանից որպես 3-րդ օտար լեզու կամ առարկայական խմբակ։ Ներկայում Հայաստանի տարբեր հանրակրթական ուսումնական հաստատություններում այս ծրագրի շրջանակում իրականացվում է թուրքերենի, վրացերենի, պարսկերենի եւ ադրբեջաներենի ուսուցում։ Ադրբեջաներենի եւ թուրքերենի ուսուցումը կարող է իրականացվել 10-ից 12-րդ դասարանցիների համար, իսկ վրացերենի եւ պարսկերենի ուսուցումը 5-րդ դասարանից սկսած։ 400 դպրոց ցանկություն էր հայտնել, որ որևէ տարածաշրջանային լեզու կուզենա ուսուցանել, ընդ որում նրանց մեծ մասը ընտրել էր թուրքերենը։ Այստեղ մենք ունեցանք կադրերի լուրջ խնդիր, որովհետև բնական է ցանկություն կարող են ունենալ, բայց մասնագետներ պիտի ունենան, որպեսզի ուսուցում իրականացնեն, եւ դրա պատճառով շուրջ 3 տասնյակ դպրոցներ է, որ կարողացան տարբեր տարածաշրջանային լեզուների ուսուցանում իրականացնել։ Ավելի ակտիվ է իհարկե պարսկերենը, որտեղ կան ավելի մեծ հնարավորություններ, նաև դեսպանատան հետ համատեղ աշխատանք կա, եւ դեսպանատունն էլ աջակցում է թվում պարսկերենի իմացությունը բարելավելու։ Վրացերենով ունենք 3 դպրոցներ, ադրբեջաներենով ունենք 3 դպրոցներ, եւ ես միայն պետք է խրախուսեմ, որպեսզի մեր ավելի շատ դպրոցներ տարածաշրջանային լեզուներ ուսուցանեն, որովհետեւ մենք ապրում ենք այս տարածաշրջանում, լեզուների ուսուցանումը նաև միջոց է ճանաչել մեր տարածաշրջանը։ Որոշ փորձագետներ եւ մասնագետներ ասում են, որ այս կառավարության օրոք ադրբեջաներենի մուտքը հանրակրթական դպրոցներ կարող է հետին նպատակ ունենալ։ Եվ նրանք բերում են այն, որ վաղը մյուս օրը, ըստ այս կառավարության ծրագրի, կարող են ադրբեջանցիներ բնակեցվել, չեմ ասում վերաբնակեցվել, որովհետեւ այդ սերունդները արդեն չկան։ Բնակեցվել Հայաստանում, որոնց հետ անհրաժեշտ է ինչ-որ առնչություններ ունենալ եւ դրա համար անհրաժեշտ է լեզվական հմտություններ։ Այսինքն հակառակ կողմից են գալիս, էլի, ոչ թե եկածները պիտի հայերեն սովորեն, այլ ավելի լավ է նրանք մտածում են, որ տեղի բնակչությունը արդեն ադրբեջաներենի մենա եւ նրանց մայրենի լեզվով նրանց հետ առնչվի։ Վարժական հիմնավորումներ, որ լավ է, որ դուք իմանաք, որպեսզի կարողանաք պաշտպանվել հետագայում, բայց կարող է լինել, օրինակ, մեծ թվով երեխաներ, որոնց մոտ կա հակակրանք, որպես թշնամի պատկերացումներ ձևավորված արդեն պատերազմների հիման վրա այդ ազգի նկատմամբ եւ նրանց այդ զավթողական քաղաքականության նկատմամբ այսօր ոչ միայն ԶԼՄ-ները, այլ սոցցանցերը բավականին շատ հակասական ինֆորմացիաներ են տալիս եւ երեխաների մոտ այդ հակակրանքը ստիպի, ներքին հակակրանքը ստիպի, որ իրենք չցանկանան այդ լեզուն յուրացնել։ Օրինակ ինձ էլ եթե ստիպեն, ես չեմ սովորի։ Որպես անձ ես չեմ ցանկանում սովորել այդ լեզուն, որքան էլ դա լինի մոտիվացված ինչ-որ ձև հիմնավորված։
Կա նաև երկրորդ տեսակետը, որ հայոց լեզվում ասում են ինչքան լեզու գիտես, այդքան մարդ ես, եւ մտածում եմ, որ ամեն դեպքում ադրբեջաներենի իմացությունը, բայց այստեղ շեշտում եմ կամավոր հիմունքներով, որևէ բանի չի խանգարի։ Եվ լրացուցիչ նաև տեղեկատվության աղբյուր կարող է լինել շատ մարդկանց համար, ովքեր կուզենային օրինակ լրատվությանը հետևել կամ գուցեև առնչվել ինչ-որ առումով, եւ այդ առումով տարածաշրջանային լեզուների ուսումնասիրությունը մտածում եմ, որ դրական կարող է լինել ընդհանրապես եւ հանրակրթական դպրոցներում, բայց ոչ տարրական դասարաններում։ Դա կարող է սկսվել շատ քիչ ժամերով միջին դպրոցում եւ հատկապես ավագ դպրոցում։ Դա կարող է լինել առանձին ինչ-որ իմաստավորված ինստիտուտ, օրինակ հետախուզական ինստիտուտում սովորեն տարածաշրջանի լեզուները, երիտասարդները ուզենան դառնալ քաղաքական գործիչներ, թուրքագետներ, չգիտեմ, ադրբեջանագետներ եւ այլն, իրենք գնան եւ այդ լեզուն ընտրեն ավագ դպրոցում սովորեն, որպեսզի հետագա մասնագիտության մեջ իրենք խորանան։ Բայց հանրակրթական մակարդակում, ասենք 4-5-րդ դասարանի երեխաների գլխուղեղը ծանրաբեռնել այդ չափ ինֆորմացիա նոր լեզուներով եւ այն լեզվով, որը որ այդ երեխաները այդ ազգի հետ տեսել են պատերազմ եւ բոլորի ընտանիքները առնչվել են զոհերի հետ այս պահի դրությամբ, դա կարող է իսկապես հոգեբանական հակասական վիճակ առաջացնել։ Մի կողմում արցախյան հերոսամարտի զոհերն են, Բաքվում պահվող գերիները, իսկ մյուս կողմում մեծերի խոսույթը։ Եվ այդ ամենի մեջտեղում կողմնորոշվել գործող պատանին, ով կարող է ականատես լինել, թե ինչպես է իր դասընկերը ադրբեջաներեն բառեր արտասանում։ Ինչ ազդեցություն կարող է թողնել այս ամենը պատանու հոգեբանության մեջ։ Ես ստանում եմ նաև արձագանքներ ծնողներից, որոնք ասում են, որ մեր դպրոցում երեխային ստիպում են, որպեսզի նա օրինակ գնա այդ դասերին մասնակցի, որը ուղղակի չի կարելի։ Դա պետք է լինի ամենալավագույն դեպքում կամավոր ընտրություն, բայց ոչ պարտադիր։ Եվ այն մարդիկ, ովքեր կուզենան, ուղղակի դրա հնարավորությունը պիտի ունենան։ Բայց մեզ մոտ ստացվում է, որ շատ մարդիկ կարող են ուզել, բայց հնարավորություն չունեն, իսկ շատերին ուղղակի ստիպում են, որպեսզի նրանք այդ լեզուն օրինակ սովորեն։ Մինչդեռ նրանք ընտրության հնարավորություն չունեն։ Օրինակ նույն դպրոցը եթե ընտրել է օրինակ ադրբեջաներենը, երեխան կամ ծնողը չի կարող ընտրել, որպեսզի նա վրացերեն կամ պարսկերեն կամ թուրքերեն սովորի։ Մեր սերունդները կարող է հայտնվեն շատ լուրջ թիրախավորման մեջ, թիրախավորվեն եւ ինֆորմացիայի տիրապետեն, որը կարող է ստրեսային լինել։ Եթե երեխաները ընդունեն դա որպես թշնամու լեզու, կոնֆլիկտների մեջ սկսելու են այդ լեզվով ինչ-որ բառեր օգտագործել։ Դա երեխաների շրջապատում կարող է լինել, կարող է մտնել։ Եթե դա լինի հաղորդակցման լեզու, անգամ անգլերենը, եթե երեխաները չեն հաղորդակցվում իրար հետ, չի զարգանում, ճիշտ է հաղորդակցական լեզու։ Ես չեմ պատկերացնում, ասենք, ինչպես կարող երեխան այդ լեզուն յուրացնել, եթե չլինի հաղորդակցական միջավայր։ Դա լինելու է ուղղակի գնահատական ստանալու համար ուսուցում, հա, ձևական ինչ-որ մի բան։ Միևնույն է, ցանկացած այն նպատակով, եթե դու խաղաղասիրական կամ հետախուզական թեկուզ նպատակով ուզում ես այդ լեզուն ուսուցանես, դա պետք է լինի կամավոր։ Դա պիտի լինի հատուկ ինստիտուցիոնալ։ Օրինակ, եթե ես ուզում եմ դառնալ Թուրքիայի դեսպան, հա, ես կգնամ կսովորեմ թուրքերեն լեզուն, որ գնամ դառնամ Թուրքիայի դեսպան, կամ քաղաքական դաշտում ուզում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ հայկական հարցը բարձրացնել։ Ես կգնամ կսովորեմ, բայց ինձ պարտադրեն առօրյայում, անգամ անգլերեն էլ եթե պարտադրում են մեկին սովորել, եթե դա չի օգտագործվում, ինքը չի յուրացվում այդ լեզուն։ Իմաստը ո՞րն է։ Ավելորդ թղթաբանություն, ավելորդ ուսուցիչ, ավելորդ ֆինանս, ավելորդ ինչ-որ ծանրաբեռնվածություն ստեղծել եւ երեխաներին ու ծնողների համար նոր կոնֆլիկտային ինչ-որ թեմա բացել, առանց այդ էլ այդ կոնֆլիկտները քիչ չեն։ Մեր ժամանակ դպրոցում ասում էին, դու այդ լեզուն պիտի սիրես, որպեսզի կարողանաս սովորել, այնպես ինչպես հարկն է։ Իսկ սիրել լեզուն նշանակում է նաև որոշակի վերաբերմունք ունենալ ազգի կամ պետության նկատմամբ, որը այս պայմաններում Հայաստանում կարծում եմ չկա եւ բոլորը դա կհաստատեն։ Իսկապես այն ուսուցիչները, որոնք դասավանդելու են, պետք է անկողմնակալ դրսևորում ունենան եւ չստիպեն, այսպես ասենք, արհեստականորեն սիրել պետությունը, բայց լեզուն սովորելը, լեզուն ուսումնասիրելը բնավ դրան չպիտի խանգարի։ Հիմա ես համոզված եմ, շատ ծնողներ ասում են, ինչի՞ դա պետք որ այդ լեզուն սովորես, մեր թշնամու լեզուն է, երեխաների մոտ առաջանում է հակասություն։
Իրանք քո եղբորն են սպանել, դու գնաս իրանց լեզուն սովորես, որ ինչ։ Հա, պետք է ասի շատ-շատ, որ ես գնամ այնտեղ ինչ որ մի բան անեմ։ Ինչ անեմ, գնամ սպանեմ թուրքին, թշնամանք ես արդեն դպրոցից սկսում սերման, էլի ուր մնաց խաղաղությունը։ Ոնց կարելի է երեխային ասել, գիտեք, օրինակ խաղաղության քաղաքականություն ենք տանում, բայց մենք մեր թշնամու լեզուն պետք է սովորենք։ Դա իրար հետ հակասող հասկացություններ են մանկավարժական առումով եւ մշակութային առումով։ Եթե դու որպես թշնամի ես դիտարկում, այլ ինչ խաղաղության մասին է խոսքը, եթե խաղաղություն ես դիտարկում, ապա ոնց է ներկայացնելու երեխային, որ եկեք սովորենք ադրբեջաներեն, որ իրար հետ խաղաղ ապրենք, դե թող ադրբեջանեն սովորի հայի հետ խաղաղ ապրելու համար, հայերեն սովորի, բայց ինքը սովորել է զավթելու համար, ներխուժելու համար եւ այդ զավթողական քաղաքականությունը ինքը երբեք չի թաքցրել։ Ցավոք սրտի նույնիսկ այդ դպրոցների ընտրության չափանիշներին մենք տեղակ չենք եղել եւ կարծում եմ ոչ ոք տեղակ չի եղել։ Օրինակ ինչ սկզբունքով, ինչի համար հենց այդ դպրոցները, մասնագետները ինչպես են ընտրվել եւ այլն, այս ամբողջը խնդրահարույց հարցեր են, որոնք անընդհատ բարձրացվում են եւ բարձրացվելու են եւ դրանց պատասխանները անհրաժեշտ է որ որոշում կայացնողները տան, որովհետեւ դրանից ենթադրաբար կհետևեն ուրիշ հարցեր, որոնց պատասխանները գուցե տանեն ուրիշ տեղ։ Որքան էլ խաղաղության քաղաքականություն փորձենք վարել, ազգը ունի կոլեկտիվ հիշողություն, կոլեկտիվ գիտակցություն եւ այդ կոլեկտիվ գիտակցությունը ինքը այսօր պաշտպանական վիճակում է եւ այդ կոլեկտիվ գիտակցությունը որպեսզի անցնի խաղաղության սահմանի պետք է նաեւ հակառակ կողմից տեսնի հարգանք իր նկատմամբ, բայց քանի որ կա դեռևս զավթողական քաղաքականություն, ինչքան էլ վերին մակարդակով փորձում են համոզել ժողովրդին, ժողովուրդը հո հիմար չէ, տեսնում է այդ ամենը։ Հանրակրթության մասին օրենքի 26-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ կետերով սահմանված են հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորմանը ներկայացվող պահանջները, որոնց պետք է բավարարի նաեւ տարածաշրջանային լեզվի ուսուցում իրականացնող անձը, ներկայացնելով նաեւ լեզվի իմացությունը հավաստող տեղեկատվություն։ Հայաստանում քանիսը գիտի ադրբեջաներեն եւ ամենակարևորը նրանցից քանիսն է ունակ ճիշտ մատուցելու նյութը։ Չէ՞ որ ի տարբերություն մյուս առարկաների այստեղ մասնագետը չունի հանրակրթական դպրոցում դասավանդման փորձ, չէ՞ որ առարկան նոր է։ Վստահ եմ, որ նույնիսկ մի քանի հոգի ձեռքի մատների վրա չի կարելի հաշվել են մասնագետներին, որոնք կկարողանան նորմալ պատշաճ մակարդակով ադրբեջաներենը լեզուն նույնիսկ դպրոցներում դասավանդել։ Դուք ճանաչում եք ովքեր են դասավանդողները հիմա եւ ինչ արձագանքներ եք ստանում ծնողներից, երեխաներից։ Ես չեմ ճանաչում ովքեր են, բայց գիտեմ, որ ավելի շատ ցանկություն հայտնող դպրոցներ են եղել, քան այն, ինչ որ հիմա կա, 3 ընդամենը, եւ դա միակ պատճառը այն է, որ ուղղակի մասնագետներ չեն գտել։ Որովհետև քաղաքականությունը, որ տարածաշրջանային լեզուների ուսումնասիրությամբ սկսեն զբաղվել նաև դպրոցական հասակից դպրոցներում, դա ինձ թվում է խրախուսելի է։ Ուղղակի ընդամենը 3 դպրոց է, որ ադրբեջաներեն է ընտրել, եւ 3, որ վրացերեն է ընտրել։ Օրինակ ավելի շատ պարսկերեն լեզվի ուսումնասիրությամբ են զբաղվում, որովհետև այդ առումով մասնագետների կարծես թե կարիքը ավելի սուղ չէ, քան թե երկու լեզուներով։ Դեռևս խորհրդային ժամանակներում իհարկե մենք ունեցել ենք Հայաստանում ադրբեջանական մասնագետներ, լեզվի մասնագետների նկատի ունեմ, բայց նրանց տարիներ շարունակ ուղղակի որևէ հնարավորություն չեն տվել դրսևորվելու եւ մասնագետների շատ քիչ թվով մասնագետներ կան, այսինքն մասնագետների պակաս կա։ Ընդհանրապես սահմանադրությունը մայրենի լեզուն համարում է հայերենը եւ առաջնային է հայերեն լեզվի սովորում, ուսուցանումը ոչ կրթության մասին օրենքով, ոչ մի փաստաթղթով հանրակրթության եւ կրթական փաստաթղթերով ամրագրված չէ, որ պարտադիր է տարածաշրջանային որևէ լեզուի յուրացումը, սա այսպես ասած ինչ որ ինքնակոչ որոշում է ըստ իր։ Երկրորդը ես ցանկացած որոշում դիտում եմ համակարգային ինչ որ երևույթների կոնտեքստում, հա, ոչ թե միանշանակ, այլ մենք դիտում ենք այդ երևույթների համընդհանուր տենդենսի տեսանկյունին եւ այստեղ տեսնում ենք, որ հայկականության երևույթը ստորադասվում է եւ ավելի շատ բարձրանում է տարածաշրջանային ինչ որ երևույթների նկատմամբ ուշադրությունը
Այս տենդենսները ինձ անձամբ այդքան էլ դուրս չի գալիս ազգային մեր տեսակի, արժեհամակարգի, ինքնության, պետականության, մշակույթի պահպանման առումով այդ տենդենսները դուրս չի գալիս։ Մենք հիմա գտնվում ենք Գիտությունների ազգային ակադեմիայում, գիտակրթական միջազգային կենտրոնը նախ անցած տարի դիմեց, որպեսզի ադրբեջանագիտություն մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիր ունենան Գիտությունների ակադեմիայում եւ պատրաստենք իսկապես մասնագետներ, ընդ որում հիմքն ունենք մեր Արևելագիտության ինստիտուտում կան օրինակ թուրքագետներ եւ մնացած նաեւ ադրբեջանագետներ, որոնք կկարողանային պատրաստել մագիստրանտներ, մագիստրոսներ, որոնք հետագայում իրենց գիտելիքները տարբեր բնագավառներում կյանքի կարողանային դրսևորել։ Եվ ձեր կարծիքով ինչը եղավ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության գրավոր պատասխանը, որ ոչ չեն թույլատրում տարբեր պատճառաբանություններով, բայց ըստ էության ստացվեց, որ այո, պետական մակարդակով ադրբեջանագետներ, որոնք մագիստրոսներ կդառնային, գուցե հետագայում նաև ավելի կարևոր գործեր անեին, օրինակ գիտության մեջ զբաղվեին, ադրբեջաներեն հոդվածներ գրեին հայոց պատմության մասին եւ այլն։ Նրանց պետք չեղավ, բայց չգիտես ինչի, նրանք արթնացան եւ մտածեցին, որ այո, դպրոցներում կարելի է ադրբեջաներեն սովորեցնել այդ շատ սուղ ուրեմն կարողություններով։ Ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները անցյալ շաբաթ եկել էին Հայաստան համաժողովի, առաջիկայում էլ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչներն են Բաքու մեկնելու։ Փաստորեն Հայաստանի իշխանությունները այս երկխոսությանը ինչ-որ իմաստով փորձում են մասնակից դարձնել նաեւ հայ դպրոցականներին։ Ինչ է տալու ադրբեջաներենի իմացությունը հայ պատանուն։ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների շուրթերից բազմից է հնչել։ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության երաշխիքն ու երաշխավորը գլխավորապես երկկողմ տնտեսական շահն է։ Ադրբեջանի հետ առևտուրը։ Շատ դպրոցներ կարող են այդ այլ լեզուների դասավանդումը ճիշտ ներկայացնել եւ երեխաների մոտ մոտիվացիա առաջացնել, օրինակ գիտեմ դպրոց, որտեղ թուրքերեն են անցնում։ Եվ այդ տենդենսը գնում է զուտ ազգայինը բարձրացնելու միտումով, այսինքն նայած տնօրենները, ուսուցիչները ինչ արժեհամակարգ են դնում եւ ինչ նպատակ են դնում մոտիվացնելու համար երեխաներին, կարող է լինել ուղղակի դասավանդում, որ ցույց տանք, որ հա մենք ենթարկվել ենք ձեզ, որովհետեւ տնօրեններ լինեն քաղաքականամետ ուժերին ինչ-որ հարող մարդիկ եւ ցույց տան, որ հա մենք ձեր ասածը անում ենք, մենք լավն ենք ու պուշենք այսպես ասած, բայց ներքին կարգով գործընթացները այդքան էլ սահուն չընթանան։ Եվ իրենք դա չբարձրաձայնեն զուտ վախենալու համար, որ հակադրվել չլինի այսօր համակարգի հետ։ Որքանով է դա իմանալով համակարգային երևույթները ենթադրում եմ կարող են լինել այդպիսի նաև միտումներ, հա մենք ասել ենք կանցնենք, բայց ոչ այդպես չկարողանան կազմակերպել կամ լավ ուսուցիչներ լինեն, որ հետաքրքիր կազմակերպեն եւ ճիշտ մոտիվացիա ստեղծեն եւ երեխաները իրապես սովորեն։ Կոմպլեքս հարցերը նորից պիտի հանենք վեր, դա հատկապես մասնագետների որակի մասին է, որովհետև դրանք եւս պետք է ստուգվեն։ Հենց այնպես չի, որ ձևականորեն, ինչպես այսօրվա կառավարությունը շատ ժամանակ անում է, որ ձև անենք, որ սա էլ ենք անում, ձև անենք, որ 300 դպրոց ենք կառուցում, բայց իրականում դրա 1/3-ն էլ չկա։ Ձև անենք, որ մանկապարտեզներ ենք վերանորոգում, բայց քանդված մանկապարտեզներ են։ Գնացեք բոլոր տեղերը եւ տեսեք, եւ այս ձևը չդառնա իսկական տեղ չունենա արդեն այս պարագայում եւ իսկապես դա լծվի բովանդակությամբ եւ նորմալ մասնագետներով, ինչպես նաեւ դասավանդման մեթոդիկայով, որովհետեւ սա եւս կարեւոր է։ Վերջին 7 տարիներին հանրակրթության ոլորտում այսպես կոչված բարեփոխումների պակաս չի եղել։ Սկսած հանրակրթական նոր չափորոշիչների ներդրումից մինչև հայ առաքելական եկեղեցու ծրագրից դուրս բերում եւ Հայաստանի պատմություն հայոց պատմության փոխարեն։ Թեկուզ կամավոր, բայց հայ դպրոցականը ադրբեջաներեն պետք է սովորի հենց այս պայմաններում։ Եթե մենք նայենք կոնկրետ միայն կետային ադրբեջաներենի ուսուցումը, դա մի քիչ ուրիշ է, բայց երբ որ մենք տեսնում ենք սա էլ է աղավաղում, սա էլ է աղավաղում, սա էլ է աղավաղում, արդեն համընդհանուրի մեջ մենք ինչ-որ մի վեկտոր ենք տեսնում, որը մեզ անհանգստացնում է ազգային անկախության, մշակույթի պահպանման տեսանկյունից։ Եվ մենք տեսնում ենք նաև այն մյուս կողմի վերաբերմունքը, հա, ժողովրդի նկատմամբ, որպես պարտված այսօր
ես շատ վատ եմ զգում այդ արտահայտությունը ասելու, բայց մենք այն հաղթանակը, որ ունեցել ենք, մենք կորցրեցինք զուտ այս քաղաքականության արդյունքում։ Իսկ ինչ ծրագրով է ուսումնասիրում, ինչ դասագրքերով, արդյոք կան նաև թարգմանությունները նույն գրքում։ Մասնագիտական կարծիք երևի պետք է հարցնենք այդ առումով, որովհետև ինքս չգիտեմ, շատ մանրամասներին չեմ տիրապետում, բայց ենթադրում եմ, որ հին դասագրքեր գուցե դրանք լինեն, որովհետև նախկինում եղել են ադրբեջաներենի դասագրքեր, նույնիսկ Հայաստանում, սովետի ժամանակվա մասին եմ խոսում, բայց դե հիմա ինչպիսի դասագրքեր կան, ես տեղյակ չեմ, որովհետև գիտեմ նաև 1-2 այդպիսի փորձ արվեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում ունենալ գոնե դպրոցական դասագրքեր լեզուների ուսումնասիրության համար եւ չգիտեմ, հենց դրանք են օգտագործում, թե ուրիշ տարբերակներ, բայց այդ ամբողջը էլի կախված է այդ մասնագետներից, որովհետև մի բան է ունենալ դասագիրք եւ լրիվ ուրիշ բան մասնագետ, որ այդ դասագրքով դասավանդում է։ Նույնը հայերենի դեպքում մենք ունենք, չէ՞, օրինակ տրված է հիմա այբենարան, որի մեջ մաշտոցը չկա, բայց շատ ուսուցիչներ ուղղակի մաշտոցի նկարը հատուկ ուրեմն զետեղում են դասագրքում, որպեսզի երեխան հենց առաջի դասարանից առնչվի դրա հետ եւ նրանց ոչ ոք չի կարող խանգարել։ Այսօր առանց այդ էլ մեր միջին դպրոցի ծրագրերը բովանդակային ծանրաբեռնած են շատ եւ 4-րդ լեզու մտցնելը անգլերենից, ռուսերենից զատ, ասենք 4-5-րդ լեզու մտցնելը արդեն գեր ծանրաբեռնություն է առաջացնում երեխայի այդ տարիքում եւ կարա լինի դա բավականին իրենց հոգեկան առողջությանը վտանգող երևույթ, դա այսպես հիմնավոր կարող եմ ասել։ Պետք է հետազոտություն անցկացնեն, իրենք պետք է նախ ուսումնասիրեին, դրա կարիքը կա, թե չկա, ինչպես լինի, ինչպես կազմակերպվի, ոչ մի մասնագետի հետ ես չգիտեմ քննարկում եղել է, թե չի եղել, ամեն դեպքում այդ միտումը կարա լինի, հա, որ ծածկադմփոց անենք, կոպիտ ասած, հա, անցնում ենք, բայց այդքան էլ չի ստացվում, էլի, որտեղ շատ հարցեր կա, որ ցույց են տալիս, որ մենք սա անում ենք շատ լավ է, գեղեցիկ է, պուպուշ է, այսպես եկեք։ Ծափտանք, մենք լավ բաներ ենք անում, բայց իրականում այդ լավ բաները ավելի քիչ են, քան վատ բաները։ Մարդկանց մոտ եւ հատկապես մասնագետների մոտ հստակ միտում է արդեն ձևավորվում, չէ՞, եթե հայոց պատմություն կամ լեզվի կամ գրականության դասերը միջին դասարաններում օրինակ կրճատել են եւ դրա փոխարեն են մտցնում այսպիսի բան, մարդկանց մտքով անցնում է, որ գուցե դա միտումնավոր է արում եւ հակակրանք է առաջանում նույնիսկ, որը ես չէի ցանկանա, որ լիներ։ Այդքան ասում են, որ հայոց լեզվի վիճակը վատ է, փոխարեն աշխատեն այդ վիճակը լավացնելու համար, լեզվի ուսուցումը լավացնելու առանց այդ էլ անգլերենը մտելը արդեն երեխաների առօրյա եւ կյանք մենք տեսնում ենք աղավաղված համ մեկը մյուսը ինչ լեզվով են խոսում, ես ուղղակի սարսափում եմ, որ լսում եմ որևէ այսօրվա ժամանակակից հայերեն ֆիլմ, չկա գրական հայերեն խոսք, չկա գրական հայերեն հաղորդակցություն, հա, այդ բոլորը տանում են հայերենը ճգնաժամ, մեկ էլ դրա փոխարեն գալիս է մեկ ուրիշ լեզու։ Մենք այստեղ մտավորականությունը եւ ԶԼՄ-ները անելիք ունեն։ Ալիևը հայտարարում է մեքենաներով Հայաստան գալու մասին։ Իսկ Հայաստանում Ադրբեջանի հետ խաղաղության նախապատրաստական աշխատանքները արդեն հասել են երևանյան դպրոցներ։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը դեռ միայն նախաստորագրվել է։ Իսկ հավանական ստորագրումից հետո ինչ նոր բարեփոխումներ կարելի է սպասել կրթության ոլորտում, մնում է միայն կռահել։